Տեղական արտադրության խթանումը եւ գնագոյացման շղթայի պարզեցումը այն հիմնական առաջարկություններն են, որոնք խորհրդարանի գների ուսումնասիրման հանձնաժողովը ներառել է իր եզրակացության մեջ։ Օրենսդիրները առաջարկությունների հետ միասին շեշտադրել են նաեւ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Ամփոփիչ նիստը հիմա էլ ընթանում է։ Վրաստանը սպասում է Ամերիկայի պետվարչության պատվիրակության այցին եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերագործարկմանը։ Հարցը քաղաքական գնահատականների թեմա է։ Այցը նախատեսված է մայիսին։ Արտաքին գործերի նախարարի հայտարարությամբ այս որոշումը ընդգծում է Թրամփի վարչակազմի դրական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ Առկա տեղեկություններով պետվարչության ներկայացուցիչները կհանդիպեն իշխանության ներկայացուցիչների հետ։ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է Միխայելա Դոցովային Բուլղարիայի ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր երկրների օրենսդիր մարմինների միջև գործընկերության հետագա ամրապնդմանը։ Մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու մշակութային մոտիկությունը ստեղծել են շատ ամուր հիմք Վրաստանի եւ Բուլղարիայի միջև ավելի սերտ համագործակցության զարգացման համար, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Այսօրվանից ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների համար տուգանքներն ավելացվել են։ Ուժի մեջ են մտել նաև նոր արգելող նշաններ։ Օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումն է։ Մանևրելու կանոնների խախտման համար վարորդը ստիպված կլինի վճարել 100 լարի եւ կկորցնի 20 միավոր։ Արագության գերազանցման համար տուգանքը բարձրացվել է մինչև 50-ից 100 լարի։ Անվտանգության գոտի չկիրառելու համար տուգանքը հասել է մինչև 50 լարի եւ այդ խախտումը նաև կհանգեցնի 10 միավորի կորստի։ Վարորդի կողմից բջջային հեռախոս օգտագործելը եւս դարձել է 50 լարի։ Կանգարի եւ կայանման կանոնների խախտման համար Թբիլիսիի նման տուգանքը մինչև 50 լարի բարձրացվել է Քութայիսիում, Բաթումիում, Ցխեթայում, Ռուսթավիում, Գորիում, Թելավիում, Փոթիում, Զուգդիդիում, Ախալցիխեում, Օզուրգեթիում եւ Վրաստանի հանգստավայրերում։ Դրիֆթը, որը կհանգեցնի գույքի կամ մարդու մարմնի թեթև վնասման, 500 լարի տուգանքի հետ միասին կհանգեցնի նաև վարելու իրավունքի 6 ամսով կասեցման։ Նոր իրավախախտում է համարվում նաև տրանսպորտային միջոցի կանգնեցնելը կամ կայանելը մայթին կամ հետիոտնային անցումում։ Սա կհանգեցնի 100 լարի տուգանքի, իսկ որոշ համայնքներում 10 լարի։ Մայթով մեքենա վարելու համար սահմանվել է 200 լարի տուգանք, ինչպես նաև վարորդական իրավունքից 30 միավորի նվազեցում։ Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման պահպանման եւ Վրաստան ներմուծման մեղադրանքով ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի։ Նա Թուրքիայից հատել է սարփի մաքսակետը։ Նրա ավտոմեքենայի մանրակրկիտ զննման ժամանակ որպես իրեղեն ապացույց առգրավել են խոշոր չափերով MDMA եւ ամֆետամին թմրամիջոցներ։ Հանցագործությունը նախատեսում է 8-ից 12 տարվա ժամկետով ազատազրկում։ Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել Աջարիայի գլխավոր վարչության եւ պետական անվտանգության ծառայության աշխատակիցները։ Նա որոնվում էր Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու եւ սպանության փաստերով։ Ձերբակալությունը տեղի է ունեցել Բաթումիում։ Ընթանում են նրա նկատմամբ օրենքով նախատեսված արտահանձնման գործընթացները։ Լևան Խաբեյշվիլիի եւ Մուրթազ Զոդելավայի գործով էական քննությունը շարունակվում է քաղաքային դատարանում։ Նիստում ուսումնասիրվում են մեղադրողի ապացույցները։ Դատախազությունը հարցաքննելու է քննիչին, որը իրականացրել է որոշ քննչական գործողություններ։ Պաշտպանության կողմի խոսքով առկա ապացույցների հիման վրա ակնկալում են արդարացնող դատավճիռ։ Հիշեցնենք, որ Լևան Խաբեյշվիլին պետական մեղադրողը մեղադրում է պաշտոնատար անձին կաշառք խոստանալու եւ պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր անելու մեջ։ Մուրթազ Զոդելավային մեղադրանքի առաջադրվել պետական անվտանգության ծառայության քննիչի գործունեությանը խոչընդոտելու մեջ։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին լարված է։ Դեռևս անհայտ է, թե երբ կկայանա ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների հերթական փուլը։ Զուգահեռաբար բախումներ են ընթանում Իսրայել-Լիբանան սահմանին։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով Իսրայելի կողմից հարավային Լիբանանի երկու քաղաքներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ։ Ջիպ-չիթի վրա իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, 9 վիրավորվել։ Նրանց տեղեկությամբ Թոուլում եւս մեկ հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 13 վիրավորվել։ CNN-ը գրում է, որ օդային հարվածները իրականացվել են այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության ուժերի արաբալեզու ներկայացուցիչ Ավիչայ Ադրայը հայտարարել էր, որ մի շարք քաղաքների, այդ թվում Ջիպ-չիթի եւ Թոուլի վրա հարձակումներ էին նախատեսվում։ Նա բնակչությանը կոչ էր արել անմիջապես տեղափոխվել ապաստարաններ։
Թեհրանը գտնվում է մեծ ճնշման տակ եւ այն ճնշումների շարունակությունը, որ երկիրը կրում է, անթույլատրելի է, հայտարարում է Իրանի նախագահը։ Նրա խոսքով աշխարհը լավ տեսել է Իրանի հանդուրժողականությունն ու հաշտության ձգտումը։ Այնինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի ներքո ռազմական գործողությունների շարունակությունն է մի ժողովրդի դեմ, որը վճարում է իր դիմադրության եւ անկախության համար, հայտարարում է Մասուդ Փեզեշքյանը։ Դոնալդ Թրամփը նաև արձագանքել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի միապետի այցին եւ նշել, որ թագավոր Չարլզը հիանալի մարդ է, իսկ վարչապետ Քիր Սթարմերը պետք է նրանից սովորի։ Մամուլի հետ զրույցում Թրամփը նշել է, որ չգիտի արդյոք թագավոր Չարլզի պաշտոնական այցը կօգնի բարելավել հարաբերությունները Սթարմերի հետ։ Ինչ շատ դուր է գալիս Քիր Սթարմերը, բայց կարծում եմ նա ողբերգական սխալ է թույլ տվել միգրացիայի եւ էներգետիկայի հարցերում, հայտարարել է Թրամփը Sky News-ին տված հեռախոսային հարցազրույցում։ Հորմուզի նեղուցի փակումը զգալի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը, հայտարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է անում երկխոսության։ Նրա խոսքով աշխարհում նավարկության իրավունքներն ու ազատությունները պետք է անհապաղ վերականգնվեն։ Ռուսաստանը կարող է համաձայնել երկարաժամկետ հրադադարի, պատժամիջոցների թուլացման կամ վերացման դիմաց, հայտարարում է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ԱՄՆ-ին եւ Եվրոպային կոչ է արել պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ դիմակայել Մոսկվայի փորձերին դրանք մեղմացնելու ուղղությամբ։ Վոլոդիմիր Զելենսկու պնդմամբ իրեն հայտնի է, որ Ռուսաստանը բարձրացնում է SWIFT համակարգից օգտվելու արգելքի վերացման հարցը, որպեսզի իրենց բանկերը կարողանան գործել։ Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության համաշխարհային կոնգրեսը 2027 թվականին կհյուրընկալի Վրաստանը։ Հյուրընկալող դառնալու հայտը երկիրը ներկայացրել էր 2025 թվականին։ Նշվում է, որ Վրաստանը արդեն 2 անգամ հյուրընկալել է միջազգային մակարդակի միջոցառումներ։ Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպությունը OIV-ն միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է 51 անդամ երկիր, այդ թվում Վրաստանին։